Փառք Տիրոջը։ Ամեն։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ նորեր, եթե դժվար չէ, եթե դու մեր եկեղեցում ես առաջին կամ երկրորդ անգամ եւ անգամ երրորդ անգամ, կխնդրեմ, որ բարձրացնես քո ձեռքը։ Առաջին, երկրորդ, երրորդ, առաջին, մենք գիտենք ինչպես ողջունել, մենք հիմա այս պահին չենք կարող ոչ մեկին միանալ, մոտենալ, բայց մենք գիտենք ինչպես ողջունել ձեզ։ Արցիո է եկեղեցին ողջունում է բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են եկել եւ մասնակցում են այսօրվա ծառայությանը։ Ես ասեմ ձեզ ավելին, քան պետք է ասել, դու անպայման օրհնված ես լինելու ինչու այսօր, որովհետեւ այսօրվա պատգամը քո մասին չէ, մյուսի մասին չէ, մարդու մասին չէ, այսօրվա պատգամը Հիսուսի մասին է։ Ամենալավ պատգամը նա է, երբ խոսում ես Հիսուսի մասին։ Ամեն, հալելույա։ Շատ լավ։ Երեք առավոտյան աղոթքի սարը բարձրացել էր ծառայությունը վեր եւ մենք մի սաղմոս կարդացինք 102 սաղմոսը, շատ լավ սաղմոսատեր, երբ ես կանգնում եմ եւ աղոթում եմ, լսիր իմ աղոթքը, եկեք մեծացնենք այս նկարը, լսիր իմ աղոթքը, բայց այս սաղմոսը վերջանում է հետեւյալ նախադասությամբ. Քո ծառաների որդիքը սա շատ հպվեց սրտիս, կբնակվեն, որտեղ կբնակվեն, եւ նրանց սերունդը հաստատ կմնա քո առաջին։ Սա Տիրոջը հավատացողների ժառանգությունն է, ամեն, քո որդիները կբնակվեն Տիրոջ առաջ, ամեն, բարձր ծափահարի Տիրոջը, մենք այս համարին դեռ կանգնադառնանք, հալելույա։ Ովքեր են այստեղ, մամա, պապա, կարող եմ ձեր ձեռքերը ծնողներ, մենք բոլորս, որ ունենք երեխաներ, որոնց համար մեր գիտակցական կյանքը ներդրել ենք, այդպես չէ, ամեն ինչ ենք արել նրանց համար, երբ որ մեծացան նրանք, հələ լավ չէինք հասկանում, այդ հետո ոնց պիտի լինի, բայց երբ որ մենք դարձի եկանք Աստծուն, մենք մի բան հասկացանք, վստահ եմ, բոլորը դա հասկացել են, մենք մի բան հասկացանք, լավ է, որ որդիս Աստծո տանը մեծանա, լավ է, որ ավարտեց համալսարանը, շատ լավ է, որ ավարտեց, ճարտարապետ է որդիս, իսկապես շատ, ձեր աղջիկը ուսուցիչ է իմ աղջիկ, շատ, ձերը հպարտությամբ մամաները կասեն, իմը բժիշկ է, հրաշալի է, իմը երաժիշտ է, մյուսը, բայց անցնում են տարիներ, ուզում է երաժիշտ լինի, ուզում է ճարտարապետ լինի, ուզում է ճարտարագետ լինի, գալիս ես հասնում ես մի կետի, որ ուզում ես որդիդ բնակվի Աստծո առաջ։ Ամեն, որովհետև հասկանում ես, որ միայն նա է մարդուց գլուխանում։ Նրա ձեռքն է փրկությունը, նրա մեջ է օրհնությունները, նրա մեջ է հավիտենական կյանքը, կյանքի բոլոր օրհնությունները։ Հասկացել ես, որ մի կյանք տարել ես մանկապարտեզից, դպրոցից, բարձրագույն կրթական հաստատություններ, բանակ եւ այլն, ամուսնացրել ես, լավ էլ ամուսնացրել ես։ Ամեն ինչ շատ լավ է, բայց իրան մի բան պակասում է։ Տարիների ընթացքում հասկացել ես, եթե նա չդառնա Աստծուն, եթե քո որդիները աղջիկ կլինի, տղա կլինի, չդառնան Աստծուն։ Ես այսօր առավոտյան աղոթքի մեջ դա Տիրոջը ասել եմ։ Ես կհամարեմ իմ կյանքը իզուր ապրած։ Ես կհամարեմ իմ կյանքը իզուր ապրած։ Եթե իմ երեխաները չլինեն նրա ոտքերի մոտ։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Քանիսներն են սպասում այսօրվա պատգամին, շատ լավ, գիտեք, ես մի պատգամ եմ ձեզ բերել և նպատակ այդ պատգամի ինչու եմ բերել, որովհետև ահա մոտենում են Զատկի տոները, եվս երկու կիրակի, այս և մեկ էլ մյուսը, կարծեմ, եթե չեմ սխալվում, և այն մյուս կիրակի արդեն մենք տոնելու ենք Զատիկը, և Զատիկի տոների ընդառաջ իհարկե պետք է ավելի շատ խոսել Տիրոջ մասին, նրա արած գործի մասին, ամեն, եթե ոչ Հիսուսի ապա ում մասին է պետք ավելի շատ խոսել։ Եվ այսօր ես ուզում եմ, որ դու նայես վերնագրին եւ մենք հասկանանք ինչու կխնդրեմ ավելի մեծացնել վերնագիրը, Ավետարանի ամենատարօրինակ պատմությունը։ Պաստորեն Ավետարանը ունի տարօրինակ պատմություն։ Ավետարանը իր մեջ ունի մեկ լուրջ տարօրինակ պատմություն։ Ինչով է այդ պատմությունը տարօրինակ։ Լավ, այսպես սկսեմ։ Երեք երեկոյան ես փորձում եի ստատիստիկա հավաքել աշխարհում ով է համարվում կինոինդուստրիայի առաջատարը, որ ամենաշատ տարվա մեջ ֆիլմերն է նկարում, արտադրում, ամենաշատ production-ը ֆիլմերի ինքնատալի, ես մտածեցի ամերիկան կլինի, բայց սխալվել էի, ով լինի լավա։ Հնդկաստանը։ Հնդիկ լայլայ, ալելույա։
լայլայ կինոներով, երկով, բարով, ալելույա։ Ով է սիրում հնդկական կինո։ Դու բոլորը սիրում եք, շատ լավ։ Այն որ սենտիմենտալ, բան, ռոմանտիկ, նստեցլացես, վերկանացլացես, ալելույա։ Չես էլ հասկանում խիլացեցիք, բոլոր կինոներում լացում եք, որտեղ բոլոր սյուժեները նույնն են, բայց էլի շարունակում ենք նայել։ Գույներն ենք սիրում, եթե Հնդկաստան գույներ, սպեց, երկ, պար, լայլայ, ալելույա։ Շատ լավ, ուրեմն, երբ որ նայում էի, հասկացա, որ Միացյալ Նահանգները թեկուզ համարվում են հսկայական կինո ինդուստրիայի թագավորություն, բայց դու արի միասա տեսեք, որ Հնդկաստանը առաջ է անցել, սակայն Ամերիկան նույնպես համարվում է մեկերներից մեկը կինո արտադրության, որտեղ ունի հանրահայտ պատմական ֆիլմեր, այո, ես չեմ կարծում, որ որևէ մեկը չի տեսել Գլադիատոր ֆիլմը, տեսել եք, Սպարտակ ֆիլմը, չեք տեսել, դե նեղություն քաշի, զորեն դժվար են ձերգն, բազարեն բոլորը տեսել են, բայց ալարում է, իսկ եթե գլուխդ քորգար ինչ կանեի, կողքինիդ հետ հարաբերություններդ լավացրու, մնացածը դու գիտես արդեն։ Ասում եմ ով տեսե գլադիատորը մի հոգի մնացածը հենց ասի մի հատ բարձրացու բոլորը բառնա։ Ալելույա, Փարտիրոջը, Սպարտակ ֆիլմը 300 սպարտանցիները տեսել ենք։ Ինչու՞ ես հենց այս ֆիլմերը նշում, որտեղ սրանք պատմական ֆիլմեր են, որոնք ներկայացնում են հռոմեական կայսրության ծաղկունքի ժամանակները, Հռոմն ամբողջ աշխարհն էր վեկալ է, որտեղ նրանք թույլ տվեցին իրենց ասելու հետևյալ արտահայտությունը՝ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Վերջերս ասում են տանում են Մեքսիկա, որովհետև պիտի գան Ամերիկա։ Հռոմը նեղված է, որովհետև բոլոր ճանապարհները գնում են Տիխուանա։ Մեքսիկա, ալելույա, այդ ոնդեղից այստեղ, բայց կյանքը տեսեք ոնց փոխվեց։ Մի խոսքով, հռոմեական կայսրությունն էր, կայսրության ծաղկունքն էր եւ այդտեղ ամենակարևոր պատմությունները, որտեղ հետո ռեժիսորները, սցենարիստները արտադրեցին ֆիլմեր, հետեւյալն էր, գլխավորը կինոյի ֆիլմի արտադրման գլխավոր նպատակն էր հերոսը պիտի հաղթեր։ Թեկուզ եթե մեռներ էլ, մեկը պիտի հաղթեր չարագործին սպանելով։ Այո, չարին սպանելով։ Բոլոր ֆիլմերը այդպես էին վերջան, անգամ մուլտֆիլմերը նկատել եք։ Հերոսը հաղթում է, թեկուզ կարող է մահանում է, բայց չարագործին էլ հետն սպանում։ Բայց դուք ոչ միտեղ աշխարհում երբևիցե արտադրված ֆիլմերի մեջ չեք տեսնի, որ հերոսը մեռնում է չարագործի համար։ Սակայն մի անգամ մի production երկինքը արտադրեց մի ֆիլմ, որի սցենարիստը Հայր Աստվածն էր, եւ մի սցենար գրվեց, եւ մի ֆիլմ արտադրեց, որտեղ հերոսը մեռավ չարագործի համար։ Չգիտեմ, կարծեմ գլխի եք ընկնում ում մասին է խոսքը։ Հիսուսը, այո, շատ լավ, Փառք Տիրոջը, որ հերոսը մեռնի չարագործի համար, մի քիչ մարդկային մտածելակերպից հեռու մի բան է, բայց ես ուզում եմ ասեմ, սա իր պատմությունով, ողջ մարդկային պատմության մեջ դարերի ընթացքում եղել եւ կա ու կմնա եզակին, որ ինչ որ մեկը մեռավ բոլոր չարագործների համար։ Եվ դա Աստծո որդին էր։ Աստծո որդին, որը կյանքի գնով գին վճարեց քո կյանքի համար։ Ամեն, հալելույա։ Օրեր առաջ ես մի նկար տեսա, որը, չգիտեմ, խիստ ազդեց ինձ վրա եւ սա էլ հենց պատճառ դարձավ այս պատգամի համար։ Եկեք նայենք նկարը։ Ավետարանը միակ պատմությունն է, որտեղ հերոսը մահանում է չարագործի համար։ Ուզում եմ, որպեսզի դու իմանաս, չարագործը դա սատանան չէ։ Չարագործը դա մենք ենք։ Հիսուսը չէր մեռնի սատանայի համար, նա մահացել է չարություն գործողի համար, չարագործ բարդ հնչեց, բայց չարություն գործել նուրբ է մի տեսակ, բայց այդ երկուսն են նույնն ու էդի մենք ենք, այո, ու էդի մենք ենք, եկ միասին նայենք առաջին տեղը, որ ուզում եմ նայեմ, որտեղից ծնվեց այս չարագործի պատմության սցենարը, Հռոմեացիների 5-րդ գլուխ, բոլորս ենք նայում էկրանին,
5-րդ գլուխ 12 խոսքից 13-ում կարդում ենք. Սրա համար, ինչպես մեկ մարդի ձեռով մեղքը մտավ աշխարհը, մեկ մարդու միջոցով է մեղքը մտել աշխարհ, եւ այդ մեղքով էլ մահը ներս մտավ, եւ այսպես մահը ամեն մարդկանց վրա տարածվեցավ, ըստ որում ամենքը մեղանչեցին, որովհետեւ մինչև օրենքը, ինչպես մի քիչ առաջ մեր եղբայրն ասեց, մեղք կար աշխարհում, բայց մեղքը չէր համարվում, բայց մեղքը այսպես կարդամ, որովհետև մինչ օրենքը մեղք կար աշխարհում, բայց մեղքը չի համարվում մեղք, քանի օրենք չկար։ Մեղքը մեղք չէր համարվում, որովհետև այն ժամանակ մարդիկ ինչ որ անում էին խղճի թելադրանքով, անխղճությունից կամ խղճից։ Օրենքը մեղքի դեմ դուրս է եկել Մովսեսի ժամանակ։ Այո, Ադամից մինչև Մովսես չի եղել օրենք։ Եվ ամեն մեկը մեղք էին գործում, ուսկի չգիտեին, որ դա մեղք էր, որովհետև միգուցե կմտածեք, դե լավ, առաջի ժամանակներում ինչ պիտի այդ խեղճ մարդիկ գործեին։ Այսինքն հայրը աղջիկների հետ էր քնում, այդ նորմալ երևույթ էր։ Այդ նորմալ երևույթ էր, ասենք մայրը որդու հետ էր քնում, Ծննդոց 11-րդ դա նորմալ գլուխ երևույթ ոչ, ասենք բազմակնություն, դուք էդի չեք սիրի, բազմակնություն դա նորմալ երևույթ էր ոչ, բայց այդ ամբողջը եղել է, այդ ամբողջի մասին կարող եք կարդալ Ծննդոց գրքում։ Ամեն տեսակի մեղքեր, ինչ սիրտդ ուզում է Ծննդոց գրքում կա, բայց մարդիկ չգիտեին, եթե մի տղամարդու ասես, ինչ ես այսքան կին առե, կասի նորմալ է, որովհետև բազմակնությունը դա մեղքի արդյունք է, դա նորմալ երևույթ չէ, որովհետև այն հակասում է Աստծո խոսքին, ինչպես, հենց այսպես, գրված է մի տղամարդուն մի կին, մի կնոջը մեկ տղամարդ եւ վերջ, բազմակնությունը, որը Ծննդոց 5-րդ գլխից արդեն նկատում ենք, դա արդեն մեղքի արդյունք է, սակայն օրենք չկար եւ ոչ մեկ չգիտեր, որ ինքը մեղք է գործում, բայց Աստվածաշունչն ասում է, մեղքը մի մարդու ձեռով է մտել աշխարհ, ում հայտնի հերոս Եվ երբ որ այդ մեղքը աշխարհ մտավ, դրա հետ միասին նաև մեղքի հետ մտավ մահը, եւ Ադամը որպես մեկ գլխավոր մեղավոր, Ադամից հետո ծնվեցին միլիարդավոր մեղսավոր մարդիկ, մեղքով ծնված մարդիկ, որոնք իրենց հետ բերեցին մեղքի շարունակությունը, որոնց թվում ենք մենք միամիտներս։ Ալելույա։ Այո, այսօր մենք Քրիստոսի արյունով եւ Աստծո շնորհքով ունենք փրկություն, մենք մաքրված ենք, սրբված ենք, սակայն չմոռանանք, որ այդ չարագործների, այդ մեղսակիցների եւ ամենի շարքերում եղել ենք մենք ու լավ ենք եղել։ Այո, եւ կարդանք շարունակությունը, բայց մահը թագավորեց Ադամից մինչև Մովսես, սա կարևոր է, որ դու նորից կարդաս, որովհետեւ Մովսեսը միջև Մովսես, որովհետև Ադամի մեղքի նման չմեղանչողների վրա էլ, այսինքն կարող է Ադամի նման ոչ մեկ չէր մեղանչե, ինչ էր Ադամը վերջապես արել, անհնազանդություն էր արել եւ այլն, ասма կարող է այդ մարդիկը այդ ժամանակ այդ բանը չարեցին, բայց մեղքը տարածվեց բոլորի վրա, նրանք էլ ուրիշ բան արեցին։ Տարածվեց ուրիշիների վրա, այսինքն կապ չունի, որ Ադամի նման գործ էին, որ համարվեին մեղավոր, եւ բայց շնորհքը այնպես չէ, ինչպես հանցանքը, որովհետեւ եթե մեկի հանցանքով շատերը մեռան, ել որքան ավելի Աստծո շնորհքն ու պարգևը մեկ մարդի Հիսուս Քրիստոսի շնորհքով ավելացավ շատերի վրա։ Ամեն, փառք Տիրոջը։ Այս համարը մեզ հիշեցնում է մեղքի ծագումը պարտեզում, ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ չմոռանաս պատգամի վերնագիրը ավետարանի ամենատարօրինակ պատմությունը, որտեղ հերոսը մեռնում է չարագործի համար եւ այդ սցենարը մեռնել չարագործի համար ծնվել է Եդեմի պարտեզում եւ մեկը մյուսի հետևից սերունդ առ սերունդ մարդիկ մեռնում եւ գնում էին, բայց մի օր Աստված հասկացավ, որ այսպես երկար չի կարող շարունակվել եւ երկնքում խորհուրդ եղավ։ Գիտեք, շատ անգամ են ինձ մարդիկ հարցնում, ասում են, մենք որ գնանք երկինք, Էդ էլ է մեզ հետաքրքիր, ինչ ենք անելու, այսինքն մտածում կարող են դեղել ձանձրանանք, գցում բռնում է, եթե ձանձրանալու են կարելի է արդեն հələ երկրի վրա այդ հարցերը լուծել։ Դու գիտես ինչ ես անելու երկնքում։ Այն ինչը, որ երկրի վրա չես կարողացել հասկանալ, այն ինչի մասին կարդացել ես, մեղքը ծագեց Եդեմի պարտեզում եւ հետո խորհուրդ եղավ, ինչ անել, որ մեղավորին փրկել, այդ ամենի մասին Հիսուսը պատմելու է մեզ։ Ամեն։
այդ ամենի մասին։ Մեզ մի հավիտենություն չի բավականացնելու մեր հարցերին, որ Տերը պատասխանի։ Ու բաներ ասի, որ մեր մտածելակերպից ու մեր պատկերացումից շատ բարձր են եղել։ Այո, եւ երկնքում խորհուրդ եղավ։ Եվ միտեղ է գրված դա Աստվածաշնչում, որտեղ գրված է եւ սարի վրա խորհուրդ եղավ եւ սատանան փորձեց այդտեղ թափանցել իմանալ, այս ինչ խորհուրդ է տեղի ունենում, երրորդության խորհուրդը նրան ներս չթողեցին։ Ես ավելի ինքան վստահ եմ, որ դա հետեւյալ խորհուրդն էր, ով կգնա իմ ժողովրդին փրկելու համար, նրանցից յուրաքանչյուրը մեկը մյուսի ետևից գնում է հավիտենական դատաստան, եւ Հիսուսն ասաց ես։ Եվ Հիսուսն ասաց ես։ Մենք բոլորս ցավով ենք ապրում, ցավով ենք լսում եւ խոսում այն մասին, որ Եդեմի պարտեզում ամեն բան ավիրվեց, որ Ադամը ամեն բան փչացրեց։ Այո, ցավով ենք այդ մասին խոսում, բայց թույլ տվեք մի բան ասեմ։ Ցավով խոսում ենք, ցավով պատմում ենք, Ադամին ինչ խոսք ասես ասում ենք, բայց նկատել եք, որ մենք Ադամի թողած գործի շարունակողներն ենք։ Կարող ենք մի հատ ազնիվ նեկել այսօր, Փառք Տիրոջը, ինչ լավ է, որ եկեղեցում ազնիվ ունենք։ Հա, ազնիվ ամեն Կիրակի արիքույրս, դու մեզ այնքան պետք ես, մեր ազնվությունը թարմացնելու համար։ Մենք շարունակում ենք նույն գործը գործել։ Մենք դատապարտում ենք Ադամին իր անհնազանդության եւ անհավատության համար, բայց մենք շարունակում ենք նույն բաներն անել, ոտնակով խանելով շատ պատվիրաններ եւ ասել ոչինչ Կիրակի կգնամ եկեղեցի, Տերը ողորմի ինձ։ Եկեղեցին դա բաղնիկ չէ, որ Կիրակիից գանք, Կիրակի լողանանք, լվացվենք։ Այո, Հիսուս Քրիստոսի արյունը շարունակում է գործել բոլոր իրեն հավատացողների համար, բայց ես քեզ մի խորհուրդ կտամ, չշահարկես Աստծո շնորհքը ու համբերությունը։ Ամեն։ Մենք շարունակում ենք մեկը մյուսի հետևից անել սխալներ եւ ըստ որում այդ ընթացքում նաեւ կարողանում ենք հանգիստ դատապարտել Ադամին, թաքնվելով Ադամի հետևից, բայց նույն Ադամորդիները մենք ենք։ Մենք որ ծնվում ենք, մեր մորից մենք ծնվում ենք որպես Ադամորդիներ, մեղքը ժառանգած։ Այո, այո, շատ լավ։ Եկեք նայենք Ծննդոց գրքից միտեղ, որտեղ մարդիկ կան մեզ մոտ, եւ ես չգիտեի, որ այսօր մենք նորեր ենք ունենալու նաեւ, որոնք միգուցե առաջին անգամ են հասկանալու, տեսնելու, կարդալու, ինչպես է ծագել մեղքը, ինչպես է եղել եւ ինչպես այս ծրագիրը, փրկության ծրագիրը ծագեց Աստծո մոտ։ Բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են եւ չեն կարդացել այստեղը, կխնդրեմ, որ քո ուշադրությունը լինի էկրանի վրա։ Լավ, Ծննդոց առաջին գլուխ։ Ամեն բան սկսվել է Ծննդոցից եւ ամեն բան, ամեն հարցի պատասխան, եթե ուզում ես իմանաս, քո կյանքում հարցեր կան, որոնց պատասխանները չգիտես, ես խորհուրդ կտամ քեզ։ Անդրադարձիր Ծննդոց գրքին։ Բոլոր հարցերի, խնդիրների եւ ամեն ինչի պատասխանն ու ծագումը սկսվել է հենց այդ գրքից։ Եվ այսպեսով թույլ տվեք կարդամ, եւ Աստված ասաց. մեր պատկերովը եւ մեր նմանությամբ պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների եւ անասունների եւ բոլոր երկրի վրա եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա, եւ Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու եւ եք ստեղծեց նրանց, եւ Աստված օրհնեց նրանց եւ Աստված ասաց նրանց. աճեցեք, շատացեք եւ լցրեք երկիրը եւ տիրեցեք եւ իշխեցեք ծովի ձկների եւ երկնքի թռչունների վրա եւ երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։ Ուզում եմ ասեմ, որ եթե դու առաջին անգամ ես, այսպեսին է եղել Աստծո նպատակը մարդը ստեղծելուց, որ մարդը դառնա իշխան, ամեն ինչ որ անհրաժեշտ էր տվեց Ադամին, այսպես գրված է Աստվածաշնչում, հավատում եք, որ Աստվածաշունչը դա անսուտ գիրք է, ասվեց ամեն բան տվեց մարդուն, ասեց կերեք, խմեք, իշխեք, ձուկա, կենթանի, ծովային, պատվոդնի միրնա, ծովերն են, ցամաքնա, երկինքնա, երկին, ինչ կա, չկա, ինչ որ ստեղծել եմ ձեզ համար, վայելեք այդ ամեն ինչը, հետնել նաև աճեք, շատացեք, բազմացեք, այսպեսին է իմ նպատակը իմ որդիներիս համար, բայց ինչ տեղի ունեցավ, այստեղից էր, որ ծնվեց այդ սցենարը, որ չարագործը ներս մտավ Եդեմի պարտեզ Ադամին եւ նրա կնոջը, նկատեք ոչ միտեղ Եվայի անունը չեք լսում, նկատում եք, բայց ամեն ինչ սկսվեց նրանից, բայց Աստված կանչեց Ադամին, Աստված կանչեց այն առաջին մարդուն, ում ստեղծել էր եւ
ում դրել էր պարտեզում որպես պատասխանատու։ Այստեղից ծնվեց այդ խնդիրը։ Ուրեմն այս սցենարի մեջ տեսնում եմ չարագործին, այս սցենարի մեջ տեսնում եմ հերոսին, այս սցենարի մեջ տեսնում եմ այն անձնավորությունը, որ փորձում է այս սիտուացիան խելքի բերել, եւ այդ սիտուացիան անհնարին էր խրատի միջոցով խելքի բերել։ Երբեմն կան խնդիրներ, որոնք խրատով չեն մաքրվում։ Պարտադիր Աստծո լրջագույն միջամտությունն է պետք։ Սա դրանցից մեկն էր, որ այլևս հնարավոր չէր խրատով կամ ասել Ադամը լավ էր չեմ հանի, խնդրում եմ ինձ ներեք եւ այլն, ոչ։ Մեջտեղ պետք է գար այն մեկը, որ պետք է մաքրեր այս պատմությունը, այն մեկը, որ չարագործին փրկեր, եւ դա Աստծո որդին էր, Փառք Հիսուսին։ Մեկ ուրիշ տեղ եմ ուզում նայենք։ Հռոմեացիներից թուղթը։ Երբեք այս համարը չմոռանաք։ Այն կարճ բովանդակալից համար է, ուշադիր կարդա, որովհետև ամենքը մեղ գործեցին։ Ամենքը մեղ գործեցին, ամենքն են մեղանչել, եթե նեղություն չի մի հատ ձեռք տեսնեմ, մեղանչող ձեռք, Փարթիրոջը, լավ վիճակում ենք, արթուն ենք, որովհետև ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքիցը պակսեցան։ Չի գրված այս ազգը, այն ազգը, այս ցեղը կամ այն ցեղը գրված է ամենքը մեղ գործեցին, մենք բոլորս մեղանչել ենք եւ մենք բոլորս Աստծո փառքից ընկել ենք եւ մեզ բոլորիս փրկիչ էր պետք եւ մեզ բոլորիս ներող եւ արդարացնող էր պետք։ Ու փառք Աստծուն, որ դա եղավ Աստծո միածին որդին, ով կարողացավ մեռնել չարագործին փրկելու համար։ Ամեն, հալելույա։ Հաջորդ համարը նայենք։ Ոնց որ նա 3:23 է, սա 6:23 է։ Լսեք, որովհետև մեղքի վարձքը մահ է։ Սկզբից նայում էինք, որ մի անձի միջոցով մեղքը եկավ եւ մեղքի հետ միասին մահը թափանցեց մարդու 3 բաղադրիչների մեջ, հոգու, շնչի եւ մարմնի մեջ։ Մեղքը թափանցեց այդ 3 բաղադրիչների մեջ, հա? Նկատում եք, որ այսօր, այսինքն չենք նկատում, մենք դրա ականատեսներն ենք։ Այդ որ ասում ենք մեղքը թափանցեց 3 բաղադրիչների մեջ, նկատում եք, որ մարմինը ենթարկվեց փթման։ Դա մեղքի պատճառով։ Ոչ մի մարմին հավիտյան չի ապրում, որովհետև մարմինը առաջինն էր, որ ենթարկվեց փթման։ Երկրորդը մարդու շունչը, հոգին, միտքը ապականվեց, եւ երրորդը հոգին, կամ մարդու հոգին կգնա երկինք, կամ կգնա դժոխք։ Եվ սա շատ գլոբալ հարց է, պատկերացնում ենք, եւ Աստված մտածեց, այսպես չի կարող լինել։ Սա իմ ստեղծագործությունն է։ Ես վստահ եմ, որ ուզում եմ, որ մտովի տեղափոխվես երկինք, մտովի տեղափոխվես եւ Հայր Աստված այս ծրագիրն էր մշակում իմ եւ քո համար։ Նա մտածում էր, որ մի օր գալու է օր, որ մենք ենք ծնվելու այս աշխարհի մեջ, եւ մեզ էլ է պետք լինելու ապրել։ Եվ մեզ էլ է պետք լինելու փրկիչով ներելու է մեր մեղքերը, որովհետեւ ասում է, ամենքը, որովհետեւ մենք մեղքի վարձքը մահ է, հա? Նախորդ համարում ասում էր ամենքը մեղ գործեցին եւ Աստծո փառքից պակսեցան, որովհետեւ մեղքի վարձքն էլ որ պակսեցան մահն է, որովհետեւ Աստծո փառքից դուրս մարդը դա մեղքի մեջ ապրող մարդն է, բայց Աստծո շնորհքը հավիտենական կյանքն էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով։ Ես ուղղակի ուզում եմ որ դու տենաս ինչպես է դուրս գալիս հերոսը չարագործի համար, որովհետև բոլորը մեղ գործեցին եւ կործանվեցին, բոլորը մեղ գործեցին եւ զրկվեցին Աստծո փառքից, եւ Աստված ասեց այսպես որ չի կարող լինել, ինչ է պետք անել, բայց Հիսուս Քրիստոսի շնորհքով կարող են բոլոր կորցրածներին հետ բերել։ Եվ բոլոր կորցրածները կարող են հետ գալ Հիսուս Քրիստոսի հավատքի շնորհիվ։ Ամեն։ Ուզում եմ մի բան էլ Գաղատացիներից կարդանք, Գաղատացիների թղթից կարդանք։ Ահա։ Որ իր անձը, բնականաբար այսպես բառից առաջ կդնեմ, այն հերոսը, որ իր անձը մեր մեղքերի համար տվեց, որ մեզ այս չար աշխարհիցը փրկե Աստծո եւ մեր հոր կամքի պես, Աստծո եւ մեր հոր կամքի պես։ Նկատեք, այստեղ սցենարիստը Հայրն է։ Նկատում եք, որ մեզ փրկե հոր կամքի պես։ Հալելույա։ Գիտեք, մենք Հայր Աստծո մասին նկատել ենք քիչ ենք խոսում։ Նկատել եք մենք շատ քարոզում ենք Հիսուսի մասին, ոչ պակաս քարոզում ենք Սուրբ Հոգու մասին, բայց Հայր Աստծո մասին քիչ ենք խոսում, սակայն այս ամբողջը, որ կա, ինչի մեջ որ հիմա դու կաս, դա նրա նախաձեռնությունն է։ Ամեն, դա նրա նախաձեռնությունն է։ Ասում է Հիսուսը իր անձը մեր մեղքերի համար տվավ,
որ մեզ այս չար աշխարհքից փրկե Աստծո եւ մեր հոր կամքի պես, ամեն, փառք Տիրոջը։ Գիտեք, մոտենում է Զատկի տոնը եւ ես շատ անգամ եմ ասել մեր չնայած ես ասեմ բոլոր նրանք ովքեր մեր եկեղեցու հին անդամներն են, ես իհարկե նկատում եմ, որ այս վերցրել են իրանց համար, մենք չենք վազում Զատկի սեղանների համար, որովհետեւ Աստված մեզ չի պատվիրել, լցրեք, ճոխացրեք Զատկի սեղանները, որով ներս մտնի մեջքի վրա գնամ։ Լսեք, ձունձու է հարևանի տաննել ձեր տաննել։ Ձուկ է հարևանի տաննել ձեր տաննել, բանջարը ձեր տաննել հարևանի տաննել, հանգիստ եղի։ Զատիկի օրը միայն թող ուշու միտքդ եւ աչքերիդ առաջից եւ միշտ չհեռանա Քրիստոս զոհը, որն է մեր Զատիկը։ Ամեն։ Սա է ուզում, որ Աստված դու հասկանաս։ Զատիկը գալիս է, տները մաքրենք, ված չի։ Լավ որ Զատիկն եկավ, ալելույա, տները մաքրենք, Զատիկն եկավ, տները մաքրենք, Զատիկն եկավ, ամանեղենը փոխենք, Զատիկն եկավ, խանութներում կիլոմետրանոց հերթեր կանգնենք, բայց Զատիկի օրը արի եկեղեցի չգնանք, որտեղ հյուրեր ունենք, բաձունով ա ներկելու, բականաչինով ա տապակելու, թող քո Զատիկին դրված լինի սեղանին հաց, աղ, այդքան բան մի հատ էլ մի բաժակ ջուր, բայց հարցրու եւ քո տունեկած հյուրին եւ ասա դու որ եկել ես իմ տուն հյուր հասկացել ես ինչ է Զատիկը ինչպես ես վերջերս մեկին ասացի որ Զատիկը ինչ է նշանակում երբ որ գնացել էինք առաջին տնային խմբակը բացելու ամեն ինչ ասեց բացի թե ինչ է Զատիկը ամեն հարց պատասխանեց ինչ է Զատիկը ոչ մի բանը նման չէր Զատիկին ասես դե Հիսուսն էր էլի մեզի սիրում էր եւ այլն գիտեք կարելի է խոսել անկապ բայց չափավոր անկապ Вообще կարելի է չխոսել անկապ, բայց կա անկապ անչափավոր։ Ամեն ինչ եւ ասել որ ես հավատում եմ, ես որ հավատում եմ, դուք որտեղ եք, հիմա հարցնում եմ ինչ է Զատիկը, 30 րոպե չի կարողանում պատասխանել ինչ է Զատիկը։ Պետք չունես դժվարություն քաշելու հասկանալու ինչ է Զատիկը, Զատիկը դա ներկայացու չէ։ Զատիկը դա նապաստակ ու ես իմ ինչեր չեն։ Զատիկը դա Քրիստոսն է, որ մորթվեց մեզ համար։ Ահա սա է մեր Զատիկը։ Ամեն։ Սա իմացիր արդեն ամեն բան գիտես։ Մի համար ենք ուզում նայենք, որ բոլորիս համար ճանաչված համար է։ Հովանես 3:16, քանի մարդ է այս համարը իմանում, հա, փառք Տիրոջը, որովհետև Աստված այնպես կրկին հայրն է նկատեք, որովհետև Աստված այնպես սիրեց քեզ, ասա ինձ։ Ես ուզում եմ, որ շրջվես քո կողքին ասած Աստված, որովհետև Աստված այնպես է սիրել քեզ։ Գիտեք ինչու, որովհետև այն գործողությունը, որ արվել է, սիրելը հետո է արել։ Աստված այնպես սիրեց քեզ, սիրեց աշխարհը, այսինքն քեզ, որի մեջ դու ապրում էիր, հա, որ իր միածին որդուց զրկվեց, որ իր միածին որդուց 33 ու երկար տարիներ զրկվեց իր միածին որդուց ու տվեց քո համար։ Ու ես դու ենք Հիսուսի խաչը բարձրացրել։ Եթե դու կասես, ես ինչ գործ ունեի, այնտեղ 2000 տարի առաջ չկայի, ես կասեմ, այո, ես էլ չկայի, բայց մեր մեղքն էր ներկա այնտեղ։ Եվ ես դու ենք Հիսուսին խաչը բարձրացրել, բայց Աստված այնպես սիրեց մեզ ու տվեց այդ հերոսին, տարօրինակ պատմություն, տվեց հերոսին եւ չարագործը սպանեց հերոսին ու հերոսը սիրով մեռավ չարագործի համար, որ ապրենք հավիտյան, ամեն։ Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հիսուս Քրիստոս հերոսի միջոցով այստեղ նստած ամեն մարդ հավիտենական կյանք ունի։ Բարձր ծափահարի նրան։ Իմ եւ քո փրկության համար թանկին է վճարված։ Ես սկզբից կարդացի, որ Ծննդոց գրքում, որ գրված է Եդեմի պարտեզում ասեց, եկեք մեր պատկերի, մեր կերպարանքի պես մարդը ստեղծենք եւ ստեղծեց, դրեց Եդեմի պարտեզ, բայց մի օր մեղքի պատճառով այդ մարդը հեռացավ Եդեմի պարտեզից եւ Աստված կորցրեց իր ստեղծագործությանը։ Կարող եմ քեզ մի գեղեցիկ առակ պատմել։ Ես մեկ անգամ դա պատմել եմ այստեղ, բայց բոլոր նրանք ովքեր չեն լսել կամ առաջին անգամ են այստեղ, սա ձեզ համար։ Մեկ անգամ հայր եւ որդի նավակ պատրաստեցին։ Երկար ժամանակ կորցրեցին այդ նավակը պատրաստելու համար եւ ստացան արդյունքում շատ գեղեցիկ մի նավակ։
Եվ ասացին, եկ հայրն ասեց, եկ տանենք նավակը, ծովի ջրերի վրա դնենք, տեսնենք ինչպես է նավակը լողում, կարողանում է արդյոք լողալ, թե ինչ որ անսարք բաներ կա, տեսան, որ նավակը ծովի ջրերի վրա գեղեցիկ եւ սահուն լողում է, բայց հանկարծ պատահական մի պահի, անսպասելի մի պահ, մի մեծ ալիք եկավ եւ բռնեց այդ նավակին ու տարավ։ Եվ հայրն ու որդին խիստ վշտացան, որ կորցրեցին նավակը։ Անցավ դրանից երկար ժամանակ եւ մի օր նրանք գնացին քաղաք եւ քաղաքի փողոցներով անցնելիս հանկարծ մի խանութ տեսան, որտեղի ցուցափեղկ վիտրինա, գիտեք, ցուցափեղկում մի նավակ էր դրված եւ որդին գոչեց. «Պապա, հայրիկ, սա մեր նավակն է, ինչ որ մեկը կարծես թե գտել է մեր նավակը եւ բերել է խանութ եւ նա ինչ թանկ գնով է վաճառվում, արի գնանք վաճառողին ասենք, մենք կարող ենք ապացուցել, սա մեր պատրաստած նավակն է, ետ տվեք մեր նավակը, մեզ խնդրում ենք»։ Հայրն ասաց. «Ոչ որդիս կանգար, դա այդպես չի կարող լինել։ Մեկ անգամ երբ որ մենք նավակը պատրաստեցինք, դա մերն էր, բայց մենք նրան կորցրեցինք։ Հիմա նրան ձեռք բերելու համար մեզ պետք է գին վճարել»։ Հայր եւ որդին մտան խանութ, գին վճարեցին նավակի համար, վերցրեցին նավակը, դուրս գալուց հայրն ասեց հետեւյալ խոսքերը, ասեց. «Նավակ, ես մեկ անգամ քեզ ստեղծեցի եւ դու պատկանում էիր ինձ, եւ այսօր ես ստիպված եղա քեզ համար կրկնակի գին վճարել, որ դու կրկնակի պատկանաս ինձ»։ Ամեն։ Ես ուզում եմ, որ դու հետևյալը իմանաս։ Քեզ համար կրկնակի գին է վճարված։ Մեկ անգամ Աստված ստեղծեց քեզ, բայց մեղքի պատճառով մենք հեռացանք եւ ընկանք նրա փառքից, բայց հետո նա կրկնակի գին վճարեց, մի հատ էլ որդուն ուղարկեց եւ իր որդին իր թանկ կյանքի գնով քո կյանքի գինը վճարեց, որն արժե Աստծո միածին որդու թանկ կյանքը։ Այո, կարող ես նեղություն քաշել կողքինիդ ասել, քեզ համար կրկնակի գին է վճարված, համ էլ կօգնես լավ զգայիրը։ Քեզ համար կրկնակի գին է վճարված։ Ամեն։ Եվ դա Աստծո միածին որդու սուրբ արյան գինն է։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Եկ մի քանի բան նայենք։ Բայց Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ, ես ուզում եմ, որ դու ուշադրություն դարձնես բոլոր այն համարները, որ կարդացվում է, որտեղ վերջում դու այս համարների փունջն ես ստանալու մեկ նկարի մեջ, որը քո կյանքի պատմության մասին է։ Մեկ նկարի մեջ, որով սկսվեց քո նոր կյանքը։ Այո, բայց Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ, որ երբ որ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ։ Ես ուզում եմ քեզ հարցնել, այս աշխարհում կա մեկը, որ կարող ես վստահացել, որ ինձ այսպես սիրում է անվերապահորեն, որ կարող է իմ համար իր կյանքը տալ, քո ամուսինը, քո կինը, քո որդին, քո աղջիկը, կամ դու նրանց համար չես տա։ Ոչ մեկի հետևից չի գնում, նկատում եք։ Հիմա առավել եւս կյանքը այնքան քաղցր է դառել, որ տարիքում էլ ով ինչ ուզում է կորցնել, մեկը դրա հետևից չի գնում, որտեղ կյանքը քաղցր է։ Ամեն մարդ գիտի, որ Աստված իրան մի բաժին կյանք է տվել, այդ պիտի ապրի, կապ չունի տան անդամներից մեկը գնաց, թանկ մարդեր գնաց, երեխա էր, ամուսին էր, կին էր եւ այլն, մեկը կյանքը թանկ է ամեն մարդու համար։ Այո, այդպես է թե ոչ, այդպես է։ Բայց Աստված հայտնեց իր սերը մեր նկատմամբ, երբ մենք դեռ մեղավոր էինք ու Քրիստոս մեռավ մեզ համար։ Այս օրերին, երբ որ մոտենում են Զատկի տոները, լցրեք ուղակի ձեր տունը այդ ֆիլմերով, ինքներդ մեկ անգամ եւս նստեք ձեր ընտանիքի անդամների հետ, Զատկից ընթառաջ, ասենք պետք չի որևէ թուրքական սերիալ նայել, հնդկական լայլայ սերիալ նայել, այլ նստեք տունը եւ ձեր ընտանիքի անդամների հետ միասին կրկին անգամ վայելեք այդ հրաշալի սերը, որ անվերապահորեն տրվեց մեզանից ամեն մեկի համար։ Հիսուս մեռավ, որ ես ու դու ապրենք։ Հիսուսը մեռավ, որ ես ու դու հավիտենական կյանք ունենանք։ Հիսուսը դարձավ հանցագործ մեր համար, որ մենք հանցագործներս դառնանք արդար։
Մեկ արդարը դարձավ հանցագործ, որ հանցագործը արդար կոչվի։ Եկ մի բան նայենք։ Հիսուսը հավատում էր, որ մենք չարագործներս, մեղավորներս, Աստծուն թշնամի դարձածներս իր զոհաբերությամբ անպայման կհաշտվենք Աստծո հետ։ Եվ փառք Աստծուն, որ այսօր Քրիստոսն ունի իր հետևից 2 միլիարդից ավել 2.5 միլիարդ 2.5 միլիարդ դա շատ չէ, բայց քիչ էլ չէ։ Ամենաշատ հետևորդը աշխարհում երբևիցե եղած կրոնների դա Քրիստոսինն է։ Հալելույա։ Հալելույա։ 2.5 միլիարդից ավել մարդ հետևում է Քրիստոսին։ Գիտեք, մեկ հատիկը, մեկ թեկուս հատնտիր հատիկը դրեց Աստված գետնին եւ հատիկը մինչեւ չի մեռնում, այդ սոկը, այդ հյութը դուրս չի գալի հատիկի մեջից, չի բեղմնավորվում ինքը։ Հիսուսը մեռավ, իր մահով կյանք տվեց ներքևում մեզ ու բարձրացավ ու նոր կյանք ստացավ մի կրոն, մի շարժ, որի անունն է քրիստոնեություն։ Ամեն։ Այս մեկ անձի շնորհիվ այսօր մենք բոլորս այդ հատիկի, այդ ընտիր հատիկի, այդ ծորենի հատիկի, այդ հասկի հատիկներից մեկն ենք, որ փայլում ենք Աստծո դաշտում, Աստծո վերջնական հունցքի համար։ Ամեն։ Հիշում եք նախնող պատգամի ժամանակ որ ասացի, նա հավաքելու է հունցքը ամբարների մեջ, հրեշտակներին հրամայելու է, իմ ծորենի հասկերը, իմ երեխեքին հավաքեք, ահա ես գալիս եմ ամբարների մեջ լցվեք, որովհետև որոմին ու ծորենին պիտի տարբերեմ, որոմին կվառեմ, ով ինձանից չի, իսկ ծորենին տուն կտանեմ։ Մենք շուտով տուն ենք գնալու այս հերոսի շնորհիվ։ Ես սկզբից ցույց տվեցի Սաղմոս 102-ի 28 խոսքը, եկեք մեկ անգամ եւս նայենք, ասեցի, երեք մենք սա կարդացինք եւ սա շատ խիստ տպավորվեց, բացի նրանից, որ մենք բացի նրանից, որ մեր մեղքերը ներված են, մենք Քրիստոսով արդարացված ենք, մենք Քրիստոսով սրբված ենք, մեր բոլոր անօրենությունները անցյալի, ներկայի եւ ապագայի ջնջված են ու մաքրված են, բացի նրանից, որ մենք որդիներ ենք կոչվում, բացի նրանից, որ հավիտենական կյանքի ժառանգորդներ ենք, ունենք նաեւ մյուս ուրիշ խոստումներից մեկը, քո ծառաների որդիները կբնակվեն նրանց սերունդը հաստատ կմնա Տիրոջ առաջին, որովհետեւ մենք ծառայում ենք ամենակարող Աստծուն եւ մեր օրհնությունը մենական այն չէ, որ մենք լինենք երկնքում, մեր օրհնությունը նա է, որ մենք գնանք երկինք ինչ որ մեկին մեզ հետ տանելով։ Ամեն, հալելույա, փառք Տիրոջը։ Այս ամենը նրա հերոսական մահվան շնորհիվ ունենք մենք։ Ամեն։ Ես ուզում եմ, որ դու հետեւյալ արտահայտությունը գրիր դա հեռախոսիդ վրա, ինչ պարտադիր է հեռախոսիդ վրա, ասենք մի հատ մոդելի նկարանիկը, գրի իմ հաղթանակի անունը Հիսուսը։ Եկեք նայենք հաջորդ նկարը։ Իմ հաղթանակի անունը Հիսուսը։ Հռոմեացիներից, լավ, սա կարդանք, հետո նոր։ Որովհետև թե որ դեռ թշնամի էինք, Աստծո հետ թշնամի էինք։ Հաշտվեցանք Քրիստոսի այս հերոսի մահով, որքան ավելի որ հիմա որ հաշտված ենք, կապրենք նրա հետ, նրա կյանքով եւ ոչ միայն այսքան, այլ Աստծով էլ պարծենում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը, որով հիմա հաշտություն ընդունեցինք։ Ինչ տեղի ունեցավ հերոսը, ով մեռավ չարագործի համար, արդյունքում ոչ միայն նպատակն էր չարագործին փրկել, այլ հաշտեցնել չարագործին հոր հետ, ում հետ տեղի էր ունեցել Ադամի շնորհիվ հավիտենական բաժանում։ Հիմա մենք բոլորս հաշտենք հոր հետ։ Գիտեք ինչու, որովհետև որդուն ունենք մեր կյանքում։ Ով որ քո որդուն սիրում է, դու նրան կսիրես։ Ով որ քո երեխային սիրում է, դու նրան կսիրես։ Հիսուսը նրա որդին է եւ Աստվածաշունչն ասում է. համբյուրեք որդու ոտքերը,
որ հայրը չբարկանա։ Եթե մեկը հաշտ է որդու հետ, ուրեմն հաշտ է նաև հոր հետ։ Եվ արդյունքում այս հերոսը ոչ միայն մեզ փրկեց դատաստանից, հավիտենական այրվող վերջ կրակներից, չմարող կրակներից, նա մեզ հաշտեցրեց Աստծո հետ, Հայր Աստծո հետ։ Ամեն։ Եվ մենք այսօր հաշտենք հոր հետ, հաշտենք որդու հետ, հաշտենք Սուրբ Հոգու հետ, եւ մենք այսօր կոչվում ենք Աստծո որդիներ, Աստծո դուստրեր, Աստծո տղաներ, Աստծո երեխաներ, ամեն, եւ սա հրաշալի է։ Ես այդ մեկ հերոսի շնորհիվ, նրա արած հերոսական գործի շնորհիվ, որը տեղի ունեցավ Գողգոթայի խաչի վրա։ Գիտեք, մեզ մատներս մի հատ փուշ է մտնում, մի բան եղավ, մի հատ նկատել ես, այդ մատը ամբողջ ազգը իմացավ, որ այդ մատը կտրվել է։ Ամբողջ ազգով մեկ նկարիր ուղարկեց ինչ անեմ, ինչ պիտի անես դրա Ռևանոլա բանակս այ քո տունը ժինվի վերջը փաթաթի եւ պատմություն ենք սարքում արդեն քիչ ամնում արդեն կանչենք տնեցիկին ասենք ում ինչ ենք ուզում բաժանենք մեզանից հետո այդքան ծանր ենք մենք տանում եթե որևէ մի բան ամես է տնում քանիցները ձեզանից կարող են պատկերացնել մենք ասում ենք եւ հերոսը մեռավ չարագործի համար եւ հերոսը մեռավ չարագործի համար եւ նա մեռավ Գողգոթայի խաչի վրա քանիցները կարող են պատկերացնել Պաղեստինյան կիզիչ արև եւ հանկարծ Աստծո որդուն են տանում եղիր մի անգամ խնդրում եմ մի անգամ եղիր Դոլարոսայի ճանապարհին որտեղ Հիսուսը 9 անգամ ծանր խաչը ուսին վայրա ընկել որովհետեւ չէր կարողանում խաչը տանել, ինչու որովհետև ամբողջ մարմինը պատառոտված էր։ Գիտես ինչ է նշանակում կաշվե մտրակի 3 հատ, ուրեմն այդ մտրակը ռոմեական զինվորների ձեռքին այդ գործիքը կար։ Մտրակ կաշվից, ձիու կաշվից հուսում էին մտրակները 3 հատ ճյուղերով էր եւ մտրակի ամբողջ հուսվածքի միջով գնում էին արճիճի կտորներ եւ ոսկորներ։ Եվ այդ մտրակով հռոմեացի զինվորները Հիսուսին 39 հարված են խփել։ Քանիսներն են ձեզանից երբևիցե փախլավա տեսել կամ թխել փախլավա։ Նկատել եք փախլավան ոնց է կտրտվում։ Այտենց ձևել են Հիսուսի մեջքը։ Հետո ասել են դու էիր որ ասում էիր թե ես եմ թագավորը, հա? Թագավորը պետք է ունենա անպայման իր վրա պատմության եւ գցեցին այդ շոքին այդ ճղրտված, պատառոտված, բսկտված մեջքի վրա եւ ամբողջ մարմնի վրա այդ պատմությունը մենք ասում ենք որ հերոսը մեռավ ու չես կարողանում պատկերացնել գիտականորեն շատ հայտնի բժիշկներ երբ որ ուսումնասիրել են Քրիստոսի տանջանքները եւ բժշկականորեն նայել են եկել են այն հետեւյալ եզրակացությանը հիմա կասեմ այդ պատմությունը երբ որ տարան հասցրեցին խաչ Գողգոթա որ պետք է արդեն հռոմեացի զինվորները հանեին չասեցին պարոն Հիսուս ես եթե չեմ սխալվում ձեր պատմությունը ձեր պատառոտված մեջքի պատճառով կպել է ձեզ եկեք թրջենք մի քիչ ջրով, հետո հանենք որ չցավա, պատկերացնում ես ինչ գազանավարի հռոմեացի զինվորները փոխեցին այդ պատմությանը, այդ դու էի ասում որ դու հрьяաների թագավորն ես եւ այլն, առաքես թագավոր, փոխեցին այդ թագավորի վրայից այդ պատմությանը եւ ինչ ցավ կապրեր Հիսուսը, բսկտած փախլավայի պես խփել էին մարմնին, որտեւ իրանք այտենց էին պատժում, մի հատ սենց էին խփում, մի հատ սենց էին խփում, որ ամեն կերպ ամեն անկյուն ձև էին։ Եւ հետո Սա չէր մենակ խնդիրը, որ ձևեցին։ Գիտեք, այդ կտրելու ժամանակ կտրվել են իր բոլոր անոթները։ Բոլոր արունատար անոթներն են կտրվել, որտեղ Աստծո որդին խաչի վրա, մինչև վերջին արյան կաթիլը քամվել է։ Նախ դա նպատակ ուներ, որովհետև այդ կաթիլից մեկը դու ես։ Այդ կաթիլից մեկը քո մեղքի համար է եղել։ Բայց նա քամվել է արյան, ամբողջ արյունը քամվել է խաչի վրա։ Անոթները կտրվել են նրան։ Անոթները կտրվել, գիտես ինչ է նշանակում, նա մեխերի վրա 3 հատ ընդամենը մեխ է եղել, կախել են նա մեխի վրա եւ ուզեցել է շնչել, րոպեն քանի անգամ է շնչում, գիտես գոնե, մի րոպեվա մեջ, քանի անգամ է շնչել եւ արտաշնչել, ամեն շնչելուց բարձացել է եւ ամեն արտաշնչելուց մարմնով իջել այդ մեխերի վրա, շնչել ու արտաշնչել եւ այդ ամբողջը այդ ցավերի մեջ կտրտված այդ անոթները, կտրտված այդ երակները Այդ ամբողջը
այդ հերոսը արել է իմ եւ քո նման չարագործի համար, որպեսզի այսօր դու մատերի արանքով չնայես հավատքին, որպեսզի այսօր դու այն մարդիկ, ովքեր ապրում են ուղղակի քո տանը, քո կողքին, քեզ հետ միասին հաց են ուտում, դու կարող ես հանգիստ նայել այդ մարդկանց աչքերի մեջ ու չասել. Հիսուսը անպատմելի մահով մեռել է որդիս, ամուսինս, կինս, տղաս եւ այլն, թոռնիկ եւ այլն, քեզ համար, որ դու կյանք ունենաս։ Խաչի վրա եք միասին տեղափոխվենք Գողգոթա։ Ինչու Գողգոթան կոչվեց քաչալ սար։ Գանգի նման էր ինքը։ Դրա համար իրան ասում էին Գողգոթա գանգի նման, որովհետև մի ծառ անգամ չկար, որ հով աներ Հիսուսին, որովհետև ցանկացած ծառ եւ ցանկացած թուփ կծածկեր Աստծո որդուն, ամեն ստվեր Աստված Գողգոթայի վրայից վերցրեց, որ ամբողջ աշխարհը տեսնի նրա որդու զոհը, որը արվում էր ամբողջ աշխարհի համար, նա Պաղեստինյան այդ կիզիչ արևի տակ մնաց խաչի վրա, եւ խաչի վրա դեռ ծառայում էր, գիտես, միակ բանը, որ ասաց հայր, ինչու ինձ թողեցիր, ինչու որովհետև հայրը չկարողացավ անգամ այն որ նստեք գրել էր, թե ոնց պիտի իր որդին մեռնի, այն որ նստե սցենար էր գրել, թե ոնց պիտի այդ ֆիլմը արտադրվի, չմտածեց, որ ինքը չէր հասկացել այդ սցենարի մեջ այս ամենաբարդ տեղը, երբ որ իր որդին օրհասական ծանր պահի խաչի վրա կանչելու էր հայր, ու նայելու էր ու տեսնելու էր հայրը երեսը ծածկեց որդու չարչարանքներից, բայց Հիսուսը Հիսուս էր հետևյալ մի բառի համար, ես գտել եմ ինձ համար գտել եմ, Հիսուսի ամենալավագույն գործը խաչի վրա, ինձ համար գտել եմ, երբ որ ասել, հայրների իրանց, որովհետև չգիտեն ինչ են անում, ես ու դու սպանում էինք իրան, ես ու դու գեղարդը կողել էինք լիարդի մեջ և լիարդից ջուրն ու արունը դուրս թափեց, ես ու դու ծիծաղում էինք, տակից ծաղրում էին, ասում էինք խաչեք դրան, ես ու դու ունդեղ էինք, գիտես, բայց երբ որ մենք գոռում էինք խաչեք նրան, ու երբ որ մենք ծավատում էինք նրան, կտոր էինք անում, ասեց, հայր, ներիր իրենց, որովհետև չգիտեն ինչ են անում, նրա մեծագույն աղոթքը սա է եղել, հայր, ներիր նրանց, չգիտեն ինչ են անում, սեր, գամված խաչի վրա, սա է Հիսուսը, հերոս, որ մեռավ չարագործի համար, սեր, գամված խաչի վրա, մենք ավարտում ենք այսօրվա ծառայությունը, Եվս մի երկու բան, իմ հաղթանակի անունը Հիսուս է, ուզում եմ չմոռանաս, ինձ հետ միասին ասա, իմ հաղթանակի անունը Հիսուս է, իմ հաղթանակի անունը Հիսուս է, արդյոք լավ ասեցիր, իմ հաղթանակի անունը Հիսուս է, մի հատ էլ, իմ հաղթանակի անունը Հիսուս է, իմ հաղթանակի անունը Հիսուս է, հալելույա, ամեն, փառք Տիրոջը, Եվս երկու բան ու մոտենում է մեր ծառայությունը ավարտին, ավետարանի հերոսը մեռավ մեր չարագործներիս համար, որպեսզի մենք ճաշակելով նրա մեծ սերն ու ողորմությունը երկրպագենք նրան, ծառայենք կենդանի Աստծուն, ինչ է ուզում Աստված մեզանից և այդ խաչը ինչով ուզեցավ փոխել, ասաց ես կվերցնեմ ձեր մեղքերը ինձ վրա, բայց ձեզանից մի բան կուզեմ ինձ հետևիր, որովհետև ամենաանվտանգ կյանքը ապրել Աստծո հետ։ Ես աշխարհի օրհնված մարդկանցից մեկն եմ ինձ համարում, որ Հիսուսին ունեմ իմ կյանքում։ Երբեմն կանգնում եմ աղոթքի և ասում եմ, գիտես Տեր, արցունքներս խեղդում են ինձ մի պարզ պատճառով, որ չեմ կարողանում ոչ մի ձև տեղավորվեմ հետևյալի մեջ ոնց կարելի էր մեր նման մարդկանց համար մեռնել, ոնց կարելի էր մեռնելուց առաջ ասել ների իրենց հայր, գիտեք ինձ թվում է ինչու նա ասեց ների, որովհետև հոր աչքերը տեսավ, թեյի ձև չարչարեցին իր որդուն,
Երբևիցե տեսել եք մարդիկ ում ոտքերը, անոթները բռնվում են ու ահա որ բռնվում է ու քարանումը չի կարողանում քայլի։ Ինչ որ մեկի հետ միգուցե եղել է սուդրգ, ռուսերենում են բառը սուդրգ։ Հիմա ինչքան Հիսուսի ոտերը կբռնելու ձեռքերը ու ամբողջ մարմինը, որտեղ բոլոր անոթները բրդված էին։ Ինչքան է դատել խաչի վրա, միգուցե մինչև օրվա կես, չգիտեմ։ Բայց քանի ժամ էլ որ նա մնացել է խաչի վրա, ամբողջ մարմինը հավատատավարվել է։ Հռոմեացի զինվորները սովորություն ունեին գային խաչի վրա խաչվածների ոտքերը ջարդեին։ Նրանք պետք է պարտադիր ծնկները ջարդեին, որ իրենք շուտ մահանային, որ շատ չտանջվեին։ Ու երբ որ մոտեցան, որ Հիսուսի ծնկները ջարդեն, այտենց էր ձևը, պիտի ջարդեին, որ շուտ մահանային, տեսան, որ նա հոգին ավանդել է։ Գիտես ինչու, որ կատարվի մարգարեությունը, որ նա անարատ գառեր, մի ոսկոր անգամ չուներ ջարդված, հին, մաշված կամ մի բան, անարատ գառը մեռավ չարագործների համար եւ կատարվեց այդ մարգարեությունը, մոտեցան, որ խփեին, որ ջարդեին ծնկները, տեսան արդեն Հիսուսը ավանդել է հոգին։ Նա մահացավ եւ գերեզման դրվեց, այնպես ինչպես մարգարեությունները գրել էին։ Ուր գնաց Հիսուսը 3 օր։ Ինչու՞։ Նա որ ինձ ու քեզ որպես Աստծո ստեղծագործություն չարագործ անվանեց, որտեղ մենք մեր վրա այդ պիտակը գրեցինք։ Մեղքի պատճառով գրված է ամեն մարդ, որ մեղք գործեց, Աստծո փառքից ընկավ, զրկվեց, ել չկոչվեց Աստծո կերպարանքով ստեղծված, ապա կոչվեց չարագործ։ Նա գնաց ասելու, դու ոնց համարձակվեցիր այդ բանն անելու։ Դու ոնց ես համարձակվում իմ որդիներին մեկը մյուսի հետևից դարերով դժոխք տանել։ Հիսուսը 3 օր դժոխքում ավետարան է վկայել, գիտեք։ Ու գիտեք, որ Քրիստոսով շատերը տեղափոխվել են երկինք։ Բայց ամենակարևորը հետևյալն էր, որ նա մենամարտ ունեցավ սատանայի հետ եւ ասեց բալանիները ստեղ բեր, քոմոդ բանալիներ կա բեր ստեղ դիր, սեղանին դիր, ով կարող է քո տան բանալիները քեզանից պահանջել, նա ով որ քո վրա էլ, քո տան վրա էլ իշխանություն ունի։ Եվ սատանան չասե դու ես որ ես այդ բանալիները բերեմ քեզ տամ ազի ձեռս անգե, այսքան մարդու չթր իրար հետևից դժոխք եմ տանում, ասեց բանալին ստեղ բեր։ Գրված է, երբ Հիսուսը հարություն առավ, հայտնության գրքի առաջին գլխում Հովանես ավետարանիչը գրեց եւ նա ալֆան է առաջինը եւ օմեգան վերջինը, նա է սկիզբը եւ նա է վերջը եւ նրա ձեռքերում է արդեն մահվան եւ դժոխքի բանալիները։ Հիսուսը հաղթել է չարին, հաղթել է մահվանը, հաղթել է գերեզմանին եւ նրա հաղթանակը փոխանցված է իր որդիներին։ Մենք նույնպես հաղթել ենք մահը եւ գերեզմանը։ Ամեն այս բնակիչը, որ ապրում է այս մարմնի մեջ, այս բնակիչը, որի անունն է հոգի, ապրում է այս մարմնի մեջ, այս բնակիչը պատկանում է երկնքին։ Պատկանում է երկնքին։ Ամեն ցանկացած մարմին դա ընդամենը ֆուտլյար է, դա վլան է։ Պողոսն ասում է, մենք հառաչում ենք այս վրանի մեջ, տեսել եք մարդիկ, որոնք հիվանդ են, գիտեք ինչ են անում, Պողոսի ասած խոսքերն է կատարվում, հառաչում են այդ վրանի մեջ, այդ ժամանակավոր, ասեց, բայց որ մի օր կգա, գրված է Կորինթացիներից թղթում, որ այդ հառաչող այդ վրանը կթափվի մեր վրայից, վայր կընկնի, ու մենք, ասում ես, ու մենք, բնակիչը, քո հոգին, մենք ակնթարթում կայնվի Աստծո փառքի մեջ եւ նրան ասացին ավելի բարձր ծափահարի նրան։ Հալելույա, Փառք Հիսուսին։
մեկ բան էլ կարդանք, ինչպես եղավ, որ մենք չարագործներս, մեղավորներս սիրել սովորեցինք։ Ոնց եղավ։ Որովհետև Աստծո սերը լցվեց մեր սրտում, ողողվեց, տարածվեց մեր սրտերում, երբ մահվան փոխարեն ճաշակեցինք հավիտենական կյանք, այժմ սիրել սովորեցինք։ Ամեն փառք Տիրոջ, եկեք կանգնենք ոտքի։ Ես չեմ կարող իմ պատգամն ավարտել չասելով հետևյալ համարը։ Առաջի Պետրոսում Պետրոսը, մարդ, որը բոլորի աչքի առաջ 3 անգամ ուրացավ Հիսուսին։ Հարությունից հետո Քրիստոսի եւ Պենտեկոստեից հետո Պետրոսը, որ գրում էր այս թղթերը, գրեց հետևյալը. գիտենալով, որ ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցանք, ձեր հայրերի հայրենավանդ ունայն վարմունքիցը, այլ Քրիստոսի պատվական արյունովը, ինչպես մի ամբից ու անարատ գարի, մենք, ասում է իմանանք, գիտենանք, որ դուք չեք առնվել կեղտոտ արծաթով, ապականացու արծաթով, հայրենավանդ ձեր հայրերի կողմից ավանդված արծաթով, ոսկեով, այլ գնվել եք Աստծո միածին որդի Հիսուս Քրիստոսի թանկագին արյունով, թանկագին արյունով, հալելույա, հալելույա, պարկեստեր, հալելույա, հայր Աստծո նպատակներ, հավիտենական կյանք տալ մեզ հերոս Հիսուս Քրիստոսի միջոցով և ավետարանի տարօրինակ պատմությունը հետևյալն էր, հերոսը վերավ չարագործի համար և այն չարագործները նրա մահով որդիներ կոչվեցին և նրա սերը ճաշակելուց հետո նրան տարածվեց մեր մեջ ու մենք մի բան էլ ունեցանք, չարագործ անունը մեր վրայից վերցրվեց և մեր վրա դրվեց Աստծո որդիներ։ Հալելույա, փառք Տիրոջը։ Մենք պատրաստ ենք աղոթելու, հալելույա, փառք Հիսուսին։ Ուզում եմ այս նկարը նայես։ Ես ասացի վերջում մի նկար եմ ցույց տալու, որ ամբողջ իմ պատգամը ամփոփված է այս նկարի մեջ։ Շատ համարներ, որ կարդացի Հռոմեացիների 3:26, 6:23, Հովհաննես 3:16, Պետրոս, առաջի Պետրոս 1:18-19, այդ բոլոր համարները պարփակված են այստեղ։ Աստծո նպատակը հավիտենական կյանք վարքեվել մեզ որդու շնորհիվ։ Մենք մահից նայի որտեղ ենք մենք մահից տեղափոխվել ենք կյանքի։ Մի լավ բան ասեմ քեզ, եթե այս երեկո Հիսուսը գա, ենթադրենք, եթե այսօր Հիսուսը գա, 10 րոպե հետո գա, հավաքույթը չվերջացած գա, երեկոյան, որ արդեն պարկել ես քնելու այդ ժամանակ գա, ուզում եմ քեզ մի լավ բան ասեմ, դու արդեն տեղափոխված ես այն կողմի վրա, դու հաստատ երկնքում ես լինելու։ Որովհետև Քրիստոսի միջոցով մենք տեղափոխվել ենք մահից դեպի կյանք, ամեն մահից դեպի կյանք, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մեզ տեղափոխեց հավիտենական կրակներից դեպի հավիտենական Աստծո հանգրվաներ մի ամբողջ հավիտենություն ապրելու Աստծո հետ։ Հալելույա! Ես այս սուրբերի ժառանգությունը բարձրացան ծափահարին ևս մեկ անգամ կոչին նրան։ Հալելույա! Հալելույա! Ամեն, հալելույա։ Ես ես ասացի ամենահզոր պատգամը դա երբ Հիսուսի մասին ես խոսում։ Մեր սրտերը լցվում է սիրով, մեր սրտերը լցվում է շնորհակալությամբ։ Նրա մահվան մասին խոսում ենք, ելի ենք շնորհակալ։ Նրա հարության մասին ենք խոսում, ելի ենք լցվում։ Նրա սիրո մասին ենք խոսում, ելի ենք լցվում։ Նրա առակների մասին ենք խոսում, ելի ենք լցվում։ Ամեն ինչ վերաբերվում է այդ քաղցր անվանը, մեր սիրտը լցնում է ուրախությունով։ Հիսուս, անուն, որ բարձր է բոլոր անուններից։
Հիսուս սեր որ գանվել է խաչի վրա ամեն եկաղոթենք հալելույա բարդ Տիրոջ ուզում եմ որ դու խոնարհես քո գլուխը ուզում եմ այս երկրպագությունը այս պահը օգտվես երկրպագելով խոնարհվելով աղոթելով մոտենալ Տիրոջը հալելույա աղոթեի որ նա քեզ զորացնի այս զատիկին մեղավորներին ասում բերելու որ քո ավետարանչությունը նա զորացնի բռնես ինչ-որ մեղավորի ձեռքը և ասես արի տանեմ այսօրով ամենալավ տեղը դասեղաններում ուտել խմելը չէ արի տանեմ քեզ Հիսուսի մոտ դու նրա կարիքն ունես արի գնանք որ փրկվես արի գնանք որ տեղափոխվես կարիք ունես տեղափոխման ամեն Հիսուսը մեզ դիսլոկացիա է արել խավարի թագավորությունից դեպի Աստծո թագավորություն հալելույա փառք ես Տեր Տիրոջ հաղթության դրոշ Գողգոթայում բարձրացավ Եկ բոլորս միասին երգենք Հաղթությունը մեզ հասավ Տիրոջ հաղթության դրոշ Գողգոթայում բարձրացավ Ծառայում ենք մինչև այսօր Հաղթությունը մեզ հասավ Տերը հանկար Ամեն Շալոմ, շալոմ Սուրբերի Ես գալիս եմ Մարանաթա Մարանաթա, Մարանաթա Տերը հանկար ձայն պիտի տա Շալոմ, շալոմ իմ սուրբերի Ես գալիս եմ Մարանաթա Հալելույա 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 Հիսուս Դեպի եկիք եմ բարձրանում Ովսի մոտ դարձավ Նա միթան է ապրում Ուրախ է սրա համար Շնորհում պատրաստվելում Մեր գոտիները կապել Ջերմագազատ հանդերձներով Փառք ես Տեր Տիրոջ կնթառաջ եկնել Հալելույա Shalom, shalom, Isulberi, Yesalise, Maranatha, 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 Eragazza infinita. Իրանց հետ միասին Shalom, shalom, Isulberi, Yesalise, Maranatha, Նորից Տաթա Maranatha, Բոլորս միասին Eragazza infinita. Shalom, shalom, Isulberi, Yesalise, Maranatha. Նորից Shalom, shalom, Isulberi, Yesalise, Maranatha. Եվ մեկ անգամ Մարանաթա, Մարանաթա Տերը հանկարծ ձայն պիտի տա Շալոմ, շալոմ իմ սուրբերիդ Ես գալիս եմ Մարանաթա Մարանաթա, Մարանաթա Շալոմ, շալոմ Ես գալիս եմ Մարանաթա Ես գալիս եմ Մարանաթա Ես գալիս եմ Մարանաթա Հալելույա Փառք ես Տեր Շնորհակալ ենք Տեր քո խաչի վրա պարած հաղթանակի համար մեր սուպերհերոս Հիսուս Հալելույա փառք ես Տեր Այս պահին ընդունի մեր բոլորի սավայությունները մեր բոլորի սավակները որպես ահոտ կամ Աստված թող պսակվի կարգահը մեր գոնասանքի խոսքերով մեր սրտի գոհությունով մեր շնորհակալությամբ անունդ մեծարվի Գալստո Հալելույա Երանդա
մեծարվի, գարասո, և բոլորն ասացին,